Շնորհակալություն, ես այսօր անկեղծ ասած զարմացած եմ, որովհետև մենք այսպես բուռն քննարկումներով որոշեցինք, որ օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է գա եւ զեկուցի, եւ այսօր մենք շատ գործընկերներ մեղադրում ենք լրագրողներին հաճախ, որ իբր սխալ ինֆորմացիա են տալի, էս են անում, բայց այսօր լրագրողները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցին, քան ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր պատգամավորները։ Ստացվում է, որ այս զեկույցը առավել շատ հուզում է ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավորին, որը ընդհանրապես չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում եւ հանրության կողմից, ինչպես նաեւ պարոն Նահապետյանի կողմից շատ հետաքրքիր հարց կարող է առաջանալ. լավ, ինձ ինչի եք վերել այստեղ, եթե նման վերաբերմունքի պետք է արժանանա։ Ես այս ելույթը ուզում եմ ունենալ հանրության համար, որ հանրությունը առաջիկա ընտրություններում առավել ուշադիր լինի այն պատճառով, որ մի պարզ հարց պետք է տա, ընկերներ, գնում եք խորհրդարան, որ ինչ անեք, որ էլի հարցեր չտաք, այնքան հարց կա հակակոռուպցիոն կոմիտեին, ես այսօր անկեղծ ասած անպատրաստ եմ եկել, որովհետև մտածում էի, ես այնքան հարցեր են տալու, իմ հարցը երևի պետք էլ չի լինելու, բայց սենց այսպես մենք երկիր ենք կառուցում, պետություն ենք ստեղծում, ես չեմ ուզում հասկանում, այս մեր հարգարժան պարոն Նահապետյանին գործից կտրել ենք, ասում են ծանրաբեռնված աշխատում են, բանի տակ է, բա շատ հարցեր կա, այսօր ես մի երկուսը տվեցի, հիմա այնքան էլ հարց կա, ես էլի եմ ուզում տամ եւ ես ելույթով մի հարց տամ, որը ընդհանրապես հետաքրքրում է հանրությանը։ Տիկին Դավոյանը նշեց մանումենտի այսպես կոչված առանձնատների մասին, դուք մի շատ հետաքրքիր բան ասեցիք, որ տներ կա, որ այդտեղ ընդհանրապես իրավունք չէր կարելի տուն սարքել։ Հա, չէր կարելի, ու այդպես համատարած, երբ որ Բաղրամյան մուտքով դուրս ես գալիս եւ աչքդ գցում ես այդ վերևի հատվածին, դա ամոթալի պատկեր է, որը ասենք մենք ասում ենք հազարամյա մշակույթ եւ այլն, երբ որ նայում ենք մի շենքը կառուցված է մեկ այլ շենքի անվտանգության հաշվին, է մյուս շենքը մյուսի անվտանգության հաշվին, եւ ես մի ուրիշ բան եմ ասում, մեր հայրենակիցները ինձ ասում են, որ մանումենտում տներ կան, որտեղ զինված հսկիչներ կան, զինված, գոնե արտաքուստ ինքնակահող խաղալիք ինքնաձիգակցած, ես չեմ կարող բան ասել, բայց մարդիկ տեսնում են, որ դուռը բացվում, դարպասը բացվում, փակվում է եւ զինված մարդիկ սարսափելի դեմքերով, ասենք համակենտրոնացման ճամբարը հսկող զինվորի դեմքով նայում են այդտեղով անցնողին, որ հանկարծ աչքը ներս չգցի։ Սա ես ուզում եմ դուք ի վերջոս այս հարցը մի օր լուծվելու է, այս ապօրինի շենքերը, որը առաջին հերթին վտանգում է Երևանի էկոանվտանգությանը, այս ամբողջ լանջը, երբ որ ասում ենք մանումենտի լանջեր, Նորքի լանջեր, երբ որ անտառի փոխարեն, որը մեծ դժվարությամբ տնկվեց, եւ հետո 91 թվականից սկսված սկզբից ճարահատյալ ծառերը կտրեցին, հետո կտրեցին, որ շենքեր սարքեն, այս հարցը ինչ-որ ձևով լուծում գտնելու է Երևանի համար, թե մեր սերունդների համար տրիլիոնավոր դոլարների բեռ ենք դնում, որ հետո ստիպված լինեն այդ շենքերի ահռելի փոխհատուցում վճարեն եւ ստիպված փակեն, որովհետեւ Երևանում այսպես ապրել չի կարելի, դուք փոշու աշճանը չեք պատկերացնում, ինչ բարձր է Երևանում, միակ պատճառն է, որ այդ անտառը կտրել են եւ առաջ շատ միջև այդ Նորքի մանումենտի անտառների տնկելը, ես այս հատուկ եմ ուզում ասեմ, Երևանը որոշ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար անպիտան է եղել բնակության համար, հետո է հնարավոր եղել, երբ որ այդ գոտին կանաչապատվել է, մենք եկանք քանդեցինք, ընդ որում բոլորը նշում են, որ սա ապօրինի է, իրավունք չունեին այդտեղ հատկացում անեն, բայց այդ տունը մնում է, ինչպես նշեցիք, հետո նորից վաճառվում է, հետո նորից կողքից ավելանում է, այս վերջերս, եթե դուք լրագրողներին էլ եմ ասում, դուրս գաք, հիմա այդ շինարարությունը շարունակվում է, վտանգավորության աստիճանի տեղում բազմաբնակարան շենք են սարքում, կողքի
հիմքերը շենքերի վնասելով։ Ես դիմաց հենց Բաղրամյան մուտքով որ դուրս գաք մի անգամից ձեր աչքին կընկնի։ Այդ են շինարաններ, որը այնտեղ ասում էր, որ բան Ալեն Սիմոնյանն է շենքը սարքում, սուտ իհարկե։ Ես ինչ եմ խնդրում։ Հանրությանը շատ պարզ հարցեր է հետաքրքրում։ Շատ պարզ եւ թվում է թե պատասխանը ես խնդրում եմ դուք նշեք կամ եթե հարկ եք համարում մի նշեք։ Լավ, ի վերջո, այս առերևույթ ակնհայտ հանցագործությունները, ահռելի դղյակները, եւ մարդիկ ասում են, գիտեք, դուք մեզ ասեցիք գալու եք եւ ինչ-որ բան փոխվի։ Իհարկե փոխվել է, բոլորն է կարող են ընդունել, որ շատ բան է փոխվել, բայց երբ որ մարդը տեսնում է, որ ինքը այսօր աշխատավարձով ինչ-որ խնդիրներ հազիվ լուծում է, իր երեխու ուսման վարձը մի կերպ փորձում է տա, ու մեկ էլ տեսնում է մեկը, որ ոնց նայում է աշխատավարձը եղել է լավ 200,000 դրամ, 400,000 դրամ, լավ, ոչ միայն հսկա դղյակ ունի, այլ նաև ավտոմատավոր պահակներ ունի այդ դղյակը։ Իմ մոտ ընկճախ հաստատ կառաջանա եւ ցավալի մի երևույթ Հայաստանի համար արտագաղթի ցանկությունը առաջանում։ Այ ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական շեշտը ոչ թե բանն է այդ պեկի աշխատակիցը, որը, չգիտեմ, $2,000 կաշառք է վերցրել, այլ այս մեծամասշտաբ խնդիրները, որի պատճառով տուժում է երկիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ազան, այլ ելույթներ խնդրեմ Գինդավորյան։